Ֆելո, իսկ կարող աշկի դա թվացել, որովհետև ես ու Նորան իրար հետ գնացել ենք բժշկի, ու բժիշկը բացի են, որ հաստատել է Նորան հղի է, նաև հաստատել է հղիության մեղավորին, այսինքն ինձ։ Ուշեղ դու չես կարծում, որ այդ բժիշկը կաշարված է եղել։ Դուք չեք պատկերացնում, թե այդ Էլան ու Նորան ոնց էին իմ գլխին սարքում։ Քիչ էր մնում ես 100,000 դրամը տա իրանց։ Ֆելո, բայց հանուն է քեզ, որ կարողացել ես այդ Սերգեյից 100,000 դրամ պոկես։ Ադե։ Բայց հիմա սրա կեսը պիտի տանք աղջիկների։ Չէ, պետք չի տալ աղջիկներին, Արսեն։ Ավելի լավ այդ փողը պահեք, որ հետո գաք ինձ տեսակցության։ Ինչ տեսակցություն։ Ֆելո, քո կարծիքով, որ Նորային իր տան մեջ բաժար տվեցի, ոստիկանները ուրախ դեմքով նայելու են վրես, գալու են բռնել, չէ։ Հո դատարկ ձեռով չեք գալու ինձ տեսակցության։ Ես հո անտեր կալանավոր չեմ։ Մուշը սպասի, մի գնա, ափ գլխով պեն չի, քայլեր ձեռնարկել։ Այլի Մուշեղ ջան, ցավը տանեմ։ Հանգստացի Մուշեղ, Աշկա, ոյս երեխա չի։ Ֆելո չէիր կարողանում այդ Սերգեյից ամբողջ գումարը վերցնել, ես ինչ է։ Լիկա ջան, ես որ դրանից կարողացել եմ 100,000 դրամը փոկեմ, այդ արդեն հերոսական քայլ է։ Ու դրա համար դուք ինձ պետքա մեդալ տաք, որովհետև այդ նույն բանն է, ոնց որ հարկադիրից ուզենաս փող վերցնես։ Հնարավոր չէ։ Մի խոսքով երեխեք ջան, այդ 50,000-ը ձեզ, 50-ն էլ մեզ։ Արսեն, ինչ ես խոսում։ Ասենք թե ես գնացի ինչ շորի կարա Մուշեղի Տամարայի հարսանիքի համար որ հագնեմ։ Բայց տաթև ինչ է հագնելու։ Տերև։ Դիկա պետք է պարտադիր է, որ այդ 50,000-ին քեզ շորի կառնես։ Դուք այդ 50,000 դրամին երկուսով կարաք ոդկից գլուխ հագնվեք։ Խեղճ երեխեք։ Անկամ մի կոպեկ փող չունեն, որ գոնե իրենց համար հագուստ գնեն հարսանիքի համար։ Չէ, Տամարա, սա շատ հարմար պահ է, որպեսզի դու դեն գողացված գումարը վերադարձնես երեխեքին։ Որ գողացվածը որն է, Տեր Աստված։ Դու ինքդ գիտես, որ ես դա արել եմ հանուն Մուշեղ։ Լավ, ես պիտի տրամադրվեմ, որ մտնեմ։ Արսեն, ես չեմ պատրաստվում ուրիշի հագած շորը հագնեմ։ Ավելի լավ է գնանք մեզ բրենդային պոդիումից գցենք, քան second hand-ից հագնվենք։ Աղջիկներ ջան, ես ձեզ համար անակնկալում եմ։ Ինչ անակնկալ տիկին Տամարա։ Ես որոշել եմ հարսանիքի առիթով յուրաքանչյուրից տալ 500,000 դրամ, որպեսզի դուք գնաք շոփինգի։ Ոնց, բա մենք տիկին Տամարա։ Արսեն ջան, կներես, բայց հարսանիքին շատ կարևոր է աղջիկների տեսքը, ոչ թե տղաների։ Ող տիկին Տամորա, անչափ շնորհակալ ենք, շատ լավ անակնկալ էր։ Տաթև ջան, շնորհակալության կարիք չկա։ Հաշվեք դա ձեր գումարն է։ Ում եք սպասում, դե պատրաստվեք, որ գնանք։ Արագացրեք։ Ես ինչ էշություն արեցի։ Ինչի։ Պիտի աղջիկ ծնվեի։ Արսեն ջան, Ուշ չի։ Գենդերային անհավասարության պատճառով մնացինք առանց շորի։ Ոնց 50,000 դրամով գնանք մեզ մարտամիզույթ կոշիկ առնենք։ Հարսանիքին չստերով չենք գնալու։ Ճիշտ ես ասում։ Ու այս փողից Մուշեղին ոչ մի բան առնել պետք չի, որովհետև Մուշեղը դառնում է միլիոնատիրոջ փեսա։ Վիզիցիլի սրանից հետո ատկուցյուր է հատնում։ Ես զարմանում եմ այդ տակու վրա։ Վաղ թե եկել չոքելա դեմը ինքը բեղ է խաղացնում։ Դե Մուշեղը մի բան գիտի, որ տենց է անում։ Լավ, ես գնամ շուտ ցայվեմ, որ դուրս գանք վրա։ Տղաս, շուտով նոր տարի է, մի բանով օգնի բալաս։ Ախր տատե ջան, Ինչ ախրը, ինչ է, դուք տոնած արվում եք զարդարված բոլ սեղան կծած, մի հատ հավի բուդ եմ ուզում բալա ջան օգնի։ տատե ջան, հաջողություն։ Բալաս, Ավետիքի Սակյանի նման կյանքդ երկարի։ Այս իմանում ես չեմ ուզում ամբողջ շենքով վրամ, ուզում ես մի հատ էլ այդպես կյանքդ երկարի, մի հատ էլ դուր։ Սավմա։ Տատե ջան, Արսենն ինձ կսպանի, ան։ Հաջողություն։ Ասա տատի։ Արմենիս 7 տարի նրանց հնացը բրպապի չի տեսել։
գնաց կա ուզում գնաց։ Իրան ընտուր թող հավատա որ ձը մեր պապիկա վերջապես։ Ան, դե գնա։ Ֆելո, գնացինք։ Ուր։ Ուր, խանութ ուր։ Աշ ջան, այսօր ունեց հավես չունեմ, թոմնա հետո կգնանք էլ։ Ֆելո, ուր է այդ փողերը։ Արս, մի բան ասեմ, չես հավատա։ Նոր մի հատ կին եկավ, դենց խոսած, աղքատ կին էր։ Մեղքս եկավ, սաղ փողերը տվեց իրան գնաց։ Ինչ։ Ֆելո կրվենեց այդ փողերը։ Արսեն ասում եմ, մի հատ կին եկավ, փողերը վերցրեց գնաց։ Դե երդվի Ֆելո։ Պապայի արև։ Ֆելո սուտ չերդվես։ Արսեն ես պապայի արև սուտ չեմ երդվում։ Այդ սուտ երդվելու համար ես լեզուդ կկտրեմ։ Եթե դու մի հատ էլ ես ասել, որ ես սուտ եմ երդվում, ես քո ձայնալարերը կկտրեմ։ Հենց իմ այդ փողերը դուրս տեղ Ֆելո։ Արսեն ես քեզ ինչ լեզվով բացատրեմ, որ դու հասկանաս։ Ծո դու լախանայես գցեմ քիչում առաջ մի հատ կանիկ մարդ եկավ սաղ այդ փարեն տարա։ Լախանա։ Ջան ապրես։ Մեկ էլ որ հանկարծա տենց հարուստ տան տեղ կիմանաս, կասես։ Ես գնացի։ Մի րոպե։ Բա փողը։ Հա, փողը։ Ար, ոնց պայմանավորվել ենք, 20-ը քեզ, 20-ը ինձ։ Դու չգաս։ Ասում ես տվել եմ մի հատ կնոջ։ Հեսա, այս կնոջն եմ տվել։ Որ ուզում էիր տա, ես դուրի ես գնամ։ Տիկին ջան, ուրեպ սպասեք, հա։ Այդ գումարը, որ ինքը ձեզ տվել է, այդ իմ գումարն է։ Բալաջան նոր տարվա թորիս փողնա, խաղալիքի փողա, ուզում ես առնես։ Երեխեք ջան, մենք եկանք։ Դե լավ, մի տխրեք։ Ես որոշել եմ, որ հարսանիքին ձեզ եմ կոստյումներ գնելու, որովհետև սա իմ հարսանիքն է։ Ես ուզում եմ, որ բոլորը լավ տեսք ունենան, անգամ տղաները։ Տիկին Թամարա, դե մենք գնանք այս նոր շորիկները փորձենք։ Հալիկ, ես շորիկս ուզում եմ մի անգամ էլ փորձեմ։ Տիկին Տամարա, ձեզանից շատ շնորհակալ ենք։ Դուք աշխարհի ամենալավ տիկին Տամարան եք։ Դե գնացեք, գնացեք։ Ֆելիքս ջան, ուրեմն մի անգամ Մուշեղը իր հայրիկի համարը տվեց, պարզապես հեռախոսիցս ջնջվել է, որ խնդրեմ մի հատ նորից չես տա։ Ոնց, իրանք էլ են գալու։ Ֆելիքս ինչ հարց ես տալիս։ Իհարկե գալու են, որ մի ծնողը չի ուզի իր տղայի հարսանիքին ներկա լինի։ Դուր։ Մի րոպե։ Հեսա, իշխան հոպար։ Մուշել ջան, ախր այս հարցին ինչի ուրիշ տեսանկյունից չես նայում, հա։ Հեսա կամուսնանաս, կգնաք Մեղրամից, կգաք, նոր կբաժանվես։ Իսկ ըստ օրենքի ամուսնության ընթացքում ձեռք բերված ունեցվածքի կեսը անցնելու է քեզ։ Դու գոնե պատկերացնում ես այսօր դու Տամարան ինչ նվերներ եք ստանալու։ Արսեն, ես այս հարցին ուրիշ տեսանկյունից եմ նայում։ Ընդամենը մի տեսանկյունից։ Տամարային եթե հաջողվել է իմ հետ ամուսնանալ, ուրեմն կհաջողվի նաև մի բարձից ծերանալ։ Մի բան ակնհայտ է, եթե քո հետ ստիպողաբար ուզում են ամուսնանան, ուրեմն ավելի լավ է թուլանաս ու դրանից հաճույք ստանաս։ Լսի Ֆելո, հեսա որ մատնահետքերս թողեմ տերեսիդ վրա, այդ դրանից հետո դու կթուլանաս ու հաճույք կստանաս։ Դու ինչ ես նկարում, անջատի հիլ այդ կամերան։ Անջատի քեզ ասում եմ։ Հեսա ջան, չեմ կարող անջատեմ, ինձ ասել են սա հարսանիքը նկարը։ Անջատի էլի այդ կամերան։ Լսի, վանունդ ինչ է, արա կորյուն, լսի քեզ ինչ եմ ասում, կարող է գիտես ստեղ Քիմ Քարդաշյանն ենք, որ դնես ամեն վարկյանը նկարես, ինչքան փող ենք ես տվել, լասա, ասա ես դրա կրկնակին կտամ։ $4000 $4000 Ցնդել են արա սաղ։
Ֆելո։ Բայց մուշեղը մեղքս գալիս է, գիտես։ Ուզում եմ մի բանով օգնած լինեմ։ Ոչ մի բանով էլ պետք չի օգնել։ Հեսա որ ամուսնանա ինքն է մեզ օգնել։ Ֆելո, ամբողջ Հայաստանը ընկած է մուշեղի հարսանիքով, դու ստեղ նստած պոկեր ես խաղում։ Մոռացել ես, որ այսօրվա հարսանիքի քավորը դու ես։ Հարցն էլ հենց էդ է։ Քավորը ես եմ, բայց գրպանումս մի կոպեկ փող չկա։ Այսօր որ մատուցողը խորովածս ես պարասնելով բերեց, ես ինչ եմ ասելու։ Կարող եմ ասեմ նիսյա գրի վրես հետո կտամ։ Դու եք գիտես Ռուբոն այնքան այդ խորովածը պարասնելու մինչև իմ հաշվին իր սաղապարիկները փակի։ Ֆելո։ Կարծեմ Տամարան այսօրվա համար քեզ փող էր տվել, չէ՞ որ ծախսեիր։ Հա, տվել էր։ $100 տվել էր, բայց $100 քավորության համար ինչա որ։ Ես դրել եմ պոկերի մեջ, կարող եք կրեմ։ Այսօր որ շաբաթ ուզեցին ինչ եմ տալու։ Կարող եմ անձեռոցիկ տամ։ Ֆելո, գազի հոտ չես առնում։ Մուշերը։ Դու նկարի։ Մուշեղ ինչ ես անում։ Արսեն, թողեք գնացեք ստեղից։ Գնացեք, դուք հլը ջահել եք, ես իմ կյանքը արդեն ապրել եմ։ Ուզում եմ մեզ տունը մոխրակույտի վերածեմ, որովհետև ամեն ինչ սկսվել է այն օրվանից, երբ որ մենք մտանք այս տուն։ Ցնդելես դու, ոչ մի տեղ էլ չենք գնում։ Վառում ես վառի, բոլորս միասին կտրակենք։ Դու ինչ ես անում, արա։ Փողանակ լուցկին ձերից վերցես կայնը նկարում ես։ Ադե գժվեցրիք էլի։ Ինձ ասել են նկարում եմ։ Հա բայց ոչ մահափոց։ Լուցկից դու, հա։ Մուշեղ ջան։ Մուշեղ, հանգստացի, ամեն ինչ լավ կլինի։ Արսեն, չի կարա ոչ մի բան լավ լինի։ Արդեն ամեն ինչ վատ է, Արսեն։ Արսեն, ես չեմ ուզում ամուսնանամ, Արսեն։ Ես չեմ ուզում ամուսնանամ, Արսեն։ Ես չեմ ուզում։ Արա մի նկարի, արա։ $500 կրեցի։ Այո, մենք հաղթելու ենք, հա հենց հաղթելու ենք ու մեր պատվին այսօր պիտի հնչի զուռնա հոլ մենք հաղթել։ Արսես ուրախ չես որ հաղթել եմ։ Ուրախ եմ, Ֆելո ջան։ Շատ ուրախ եմ։ Հա։ Արսենս Wi-Fi պարոլը դու փոխեցիր։ Յուկոմի Wi-Fi-ը։ Հա, ճիշտ ասած, Ֆելո ջան, ես փոխեցի, մտածելով, որ քեզ $500 բավարար է քավորության համար։ Հետ հիմա պարոլն ասա։ Արսեն քո հետ է պարոլն ասա, խաղս կիսատ է մնացել, շուտ արա ասա Ֆելո շարունակ։ ձեր հետ քեզ քաշի, ափսոս քավորը սրբություն է, հա։ Դա չես ասես կտայ աշկերը ջեքպոտ կկաններ, հա։ Պարոլն ասա։ Չեմ ասում, ձերքերը։ Երեխեք, ո՞նց համեր տեսքը։ Ժողովուրդ մուշերին փրկելով մեր խնդիրները չի սահմանափակվում։ Եթե մենք գնացինք այսօր սրճարանում հարսանիք անելու հրաչը մեզ տեսավ, այդ հարսանիքը դառնալու է պանիխի դա։ Լիկա դու կարաս չէ զանգես հրաչին ինչ-որ մի պատրվակով դուրս անես։ Արսեն հրաչը մենակ մի դեպքում դուրս կգա սրճարանից, երբ որ իմանա ես խնդրեմ ունեմ։ Եթե դու պատրաստ ես այդ խնդրի դերը խաղալ, խնդիր չկա, ես հենց հիմա կզանգեմ հրաչին։ Չէ, պետք չի զանգել Լիկա ջան։ Ավելի լավ է մի ուրիշ բան մտածենք։ Մի րոպե ժողովուրդ։ Արսեն հրաչը գիտի դու ոստիկան ես, չէ՞։ Հա, գիտի որ քննիչ եմ։ Ահա։ Դե շատ լավ։ Ուրեմն կգնաս սրճարան։ Կասես ահազանգ ա եղել, իբրև սրճանում կռիվ ա եղել։ Բնականաբար հրաչու ընկերների հետ փախուստի կդիմի, մենք էլ լավ քեֆ կանենք։ Տաթև ջան, ես գիտեի որ դու շատ խելացի աղջիկ ես։ Շնորհակալ եմ, Ֆելիքս։ Ափսոս չեմ կարողանում գտնել մի տղամարդ, ով ինձպես խելացի կլինի։ Արա դե ինչ ես նկարում յա շուտ ջնջի։ Խավոր ջան, ինձ ասել են նկարի, ես է նկարում եմ։ Նա մի նկար դարի ասում։ Ամետ, ես զարմանում եմ, ոնց կարա տես լինի, որ հարսանիքի օրը բոլոր հյուրերը ուշանան, ոնց որ նավսաս լինի։ Ոչ թե ոնց որ, Ֆելո, այլ 100% նավսացա։ Այստեղ են նավսել։ Դի
Տիկին Տամարա, ինչ ա եղել։ Ոյ Ֆելիքս ջան, եղբայրս, այ։ Եղբայրը ինչ։ Եղբորս են բռնել։ Ոնց թե բռնել են։ Ոյ չգիտեմ, Ֆելիքս ջան մենագացրի, իմանամ, որ ինչ-որ կրիմինալ գործերի մեջ են կասկածում։ Mojo, Mojo, the whole day true. Just an old sweet song keeps. Mojo, oh my mind. Ֆելո, դու պետք է ինձ շնորհակալություն հայտնես, որ հիմա ունես այդ $500։ Եթե ես այդ Wi-Fi-ը չանջատեի, դու էլ էիր հիմա կրվել։ Արսեն, ես ես փողով պետքա Տաթևի համար նոր տարվա նվեր առնեմ։ Հա, Ֆելո ջան, ես դեմ չեմ, որ դու Տաթևին նվեր առնես, բայց ինձանից քեզ խորհուրդ մի քիչ թեթև նվեր առ Տաթևին։ Ինչի։ Որ գլխիդ տա չցավա շատ։ Իսկ հիմա այդ փողը կեսը տուր ինձ։ Ու շատ հետաքրքիր է թե դու ում համար ես նվեր առնելու։ Այ մարդ քո ինչ գործ ես ում համար եմ նվեր ուզում առնեմ։ Ես եմ ուզում եմ նոր տարուն տատուս պրոթեզ նվեր առնեմ։ Դա։ Ար, բայց եթե իմացել եմ, որ տատուտ համար պրոթեզ չես առել, լուրջ եմ ասում, քեզ է պրոթեզ պետք գալու։ Ինչի՞։ Որովհետև տալու եմ ատամները ջարդեմ։ Իսկ հիմա ես գնացի նվերի հետևից, հաջող։ Ուրեմն սենց 50,000 դրամ եք վճարում եւ անմոռանալի ամանորյա գիշեր եք անցկացնում մեր սրճարանում։ Բայց դրա մեջ ինչ է մտնում։ Ուրեմն ասեմ, սեղանները լիքն է լինելու, քանի որ կապիկի տարի է, սեղաներին կլինի կապիկի բուտ։ Լինելու է կապիկներով շոու եւ ամենակարևորը, գիշերը ժամը 12-ին մեզ հյուր է գալու ձյունանուշիկը եւ ձմեր կապիկը։ Ձմեր կապիկը։ Ինչ ես զարմանում, ցավը տանեմ։ Կապիկի տարի է ձմեր կապիկն է գալու։ Որ ձմեր վիշապը կամ ձմեր ձին չէր գալու։ Լավ։ Մենք երևի գնանք մենք ուրիշ տեղեր նայենք։ Գնացեք, մեկը վերջում ստեղ եք գալու են։ Ռուբ ջան, բարի օր։ Ռուբ, դու կարող ես ծանոթ ոսկերիչ ունենաս։ Ինչի համար ես հարցնում, Ֆելո ջան։ Դե նոր տարվա արդիվ ուզում եմ Տաթևին ոսկե մատանի նվիրեմ, $250 փող ունեմ։ $250։ Բա իհարկե ունեմ, ցավը տանեմ։ Սա իհարկե զանգ է։ Ալո, Համո ջան, բարև, ցավը տանեմ։ Գալիք նոր տարի շնորհավոր աղբեր ես։ Համ ջան, մի հատ հարցով եմ զանգել, էսի հələ։ Մի հատ մանկության ընկեր ունեմ, ուզում ա ընկերուհուն մատանի էլի նվեր առնի։ Դու կարաս ինձ մի բանով օգնես, ունի ինչ ունի $150 փող ունի։ Հա? Պարոբացազեր կլնի։ Լավ, ոչինչ, համ ջան։ Մեկ էլ մի հատ էլի բան, ուղղակի հիմա այս պահին գումար չունի։ Ես հետո իրանից կվերցնեմ կբերեմ, հա? Հա, շատ վստահելի տղա է, Համո ջան, հա։ Դե ես ուղարկում եմ աղբերս, մերսի։ Ֆել ջան, եղած է։ $500 էր ասում, բայց իմ խաթեր 250-ով կտա։ Այ շատ ապրես, Ռուբ ջան, բա երբ կլինի։ Հենց հիմա։ Կարաս գնաս վերցնես, ուրեմն նայ, փողը տալիս ես ինձ ու գնում ես մատանու հետևից։ Բայց փողը քեզ ինչ եմ տալիս։ Հենայի մետ կտանեմ, իրան կտամ, էլի։ Ֆել ջան, այդ տղեն ինձ պարտք է, ասես ես քեզանից վերցնեմ, հետո մենք արդեն մեր հաշիվները կանենք, էլի։ Դե ուրեմն բանը համար ասեմ գրի, որ գնաս։ Լիկա ջան, այս փոքրիկ անակնկալը քեզ համար եմ պատրաստել։ Բայց դու ոչինչ չմտածես, սա ուղղակի ամանորյա նվեր է։ Իսկ եթե դու ինձ համար նվեր չես պատրաստել, ոչինչ, ես չեմ նեղանա։ Վերջինը չպիտի ասեի, լավ չէ։ Արսեն։ Հələ նայլավն է։ Հա, լավն է։ Կամ ինչ կապ ունի, լավն է թե վատն է։ Մեկը Տաթևը տալու է գլխիդ հետ։ Չէ, չի տա։ Ես մի շատ օրիգինալ ձև եմ մտածել ես մատանին իրան տալու համար։ Ու ինչ։ Արիք իմանաս։ Ես լացնում եմ։
Երեք երեկոյան հայ-վրացական սահմանը հատելիս ձերբակալվել են քաղաքացիներ Նորա Խաչատրյանը եւ Էլլա Գալստյանը, ովքեր կեղծ անձնագրերով փորձել են հատել սահմանը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանք խարդախության միջոցով մի շարք քաղաքացիներից գումարներ են շորթել։ Եթե կան քաղաքացիներ, ովքեր տուժել են նրանց գործողություններից, խնդրում ենք մոտենալ մոտակա ոստիկանության բաժանմունք։ Այ քեզ բան, փաստորեն Էլան ու Նորան հայտնի խարդախներ են։ Հայտնին որն է, համաշխարհային խարդախներ են։ Մենք էլ ոնց որ ասած իրանց երկրպագուները։ Օրինակ Տամարան երեք մի $5,000 երկրպագել է Նորային։ Ինչ? $5,000? Տիկին Տամարա, բա ում եք սպասում, գնացեք մոտակա բաժին պահանջեք ձեր գումարը։ Տաթև ջան, այդ գումարը ինձ պետք չի, հա։ Հենա արդեն բռնել են, իրենց պատիժը կկրեն։ Հետո այս կյանքում յուրաքանչյուր մեկը իր պատիժը կրում է, այսպես թե այնպես։ Չհասկացա։ Ուզում ես ասես այդ $5,000 պետքա գրվի սառույցին, հա։ Ոյ մուշեղ, վերջացրու։ Մուշեղ ուր ես գնում։ Գնում եմ այդ փողի հետևից։ Լիկա այսօր է կորել։ Տաթև սենյակում իրերս էի դասավորում։ Այս ինչ թևնոց է։ Իմ թևնոցն է, Տաթև, իրերիս մեջից միամիտ կտա։ Էսի ալա, Լիկայի թևնոցը քո նվիրածնա չէ։ Գժվել ես ֆելո, ես ինչի պիտի նվիրեմ։ Դու ովելևը մտածի ոնց ես Տաթևին մատանային տալու։ Մուշեղ, վերցիր գումարը։ Չէ, Տամարա, ես այդքան հերթ կանգնողը չէի։ Թող մնա մյուս անգամ կգնամ կվերցնեմ։ Ենթադրենք հետո գնացիր։ Ինչ ես ասելու։ Ով ա եղել Նորային զոհը։ Դե կասեմ բանն է, իմ հարևանուհին։ Եթե հարևանուհի տա, թող ինքն էլ գնա վերցնի։ Դու դրա հետ գործ չունես։ Ողջույն թորնիկս։ Ընկեր ջան, ես քեզ ինչ թորնիկ։ Ես եկել եմ հեռավոր Լապլանդիայից եւ ձեզ համար նվերներ եմ բերել, թորնիկս։ Ընկեր ջան, դուրը խառնել ես, ստեղ երեխա չկա։ Վերցրու նվերը։ Աշկերից չեմ հավատում։ Հենց դու ես։ Նույնը։ Փողերն էլ կեղծ չի։ Սերգեյ, ես ինչ մեղույա քեզ կծել։ Մուշեղ, նախ ծմերը մեղու չի լինում։ Երկրորդն ես որոշեցի բերեմ ձեր պարտքը տամ, որպիսի նոր տարին առանց պարտքերի դիմավորեմ։ Կարելի է ներս մտնել։ Արի ներս, բայց ներսում հանգարց ես փողերի մասին չասես։ Մի րոպե, դուք Նորայի նախկին ամուսինը չեք։ Աստված շանի, տիկին ջան։ Իսկ ով էր ձեզ դրա մասին ասել։ Նորան։ Նորան։ Պաստորեն ձեզ էլ է խապել։ Դրա համար էլ եկել եք իրանից փող ուզելու։ Հիշեցի։ Ախր տիկին ջան, Նորան ինչ չի խապել։ Երևի թե մենակ ձեզ։ Սխալվում եք, մեզ էլ։ Լավ, Մուշեղ ջան, մի բան կարող եմ ձեզ խնդրել։ Կարող է ձեր կինը ինձ համար մի հատ սուրճ երբել։ Բայց ախր ինքը իմ կինը չի։
Ոնց, բայց ես գիտեի Ոչ, մեր հարսանիքը հարգելի պատճառներով ոչ թե հետաձգվեց, չկայացավ։ Ու չի էլ կայանա։ Ես կբացեմ։ Համեցեք, նստեք, դուք բաժակները դասավորեք, ես սուրճ դնեմ։ Տիկին Տամարա ձեզ նամակ ա եկել։ Երևի եղբորից սա։ Մեծարգո Տամարա, ձեզ գրում է ձեր հանգուցյալ պապիկի իրավաբանը։ Ձեր պապիկը իր մահից հետո ձեզ կտակել է իր ունեցվածքի մի մասը, որը կազմում է 2 ինչ։ 2 միլիոն դոլար։ 2 միլիոն դոլար տիկին Տամարա։ Շատ ուրախ չեմ, որովհետև ինչի սա պետք է 2 միլիոնը, եթե կողքիս մի հավատարիմ մարդ չկա։ Մենք ձեր կողքին ենք տիկին Տամարա։ Մուշեղ, դու հասկանում ես, որ երեք Տամարայի հետ ամուսնանայր, հիմա դու 2 միլիոնա տեներ դառնալու։ Սիֆելո, ինձ Տամարայի փողերը պետք չեն։ Քան շատ ես ուզում դու ամուսնացի հետ։ Ես հիմա կգամ։ Տամարա ջան, իրականում ես շատ կանայք եմ ունեցել իմ կյանքում, բայց մինչև այսօր չեմ հանդիպել այն միակին, ով ինձ հետ կկիսի իր ողջ ունեցվածը, իր ողջ ունեցված կյանք։ Մի անհանգստացեք, Սերգեյ ջան, շուտով կգտնեք։ Ես վստահ եմ։ Ուշեղ, ինչի չես խոսում։ Ինչ եկել ենք ուտում ես։ Չնայած ես դժգոհ չեմ, որ մենք եկանք ամանոր սրճարանում նշելու, պարզապես ես Սերգեյը շատ տարօրինակ տղա է։ Գիտես, անդադ ինչ-որ կանանցից է խոսում, ինձ էր ծաղիկաներ։